Մոտ 200 միլիոն դրամ կամ մոտ 550,000 դոլար։ Այսքան է արժեցել այս տարվա Վարդավառի նոր փառատոնը քաղաքացիների համար, որ հրապարակում նշվեց տոնական համերգով, ջրցան մեքենաներով եւ փրփուր փարթիով։ Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը ել ավելի մեծ գումար էր հատկացրել երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ը նշելու համար։ Ընդհանուր ավելի քան 395 միլիոն դրամ կամ մոտ 1 միլիոն դոլար։ Ստացվում է միայն 2 օր տոնելու համար քաղաքացիները վճարել են մոտ 595 միլիոն դրամ կամ 1.6 միլիոն դոլար։ Ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը սա համայնքային բյուջեի վատնում է համարում եւ անիմաստ ծախս, հիշեցնելով քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց համար երբեք գումար չի գտնվում։ Նիստերի ժամանակ բարձրաձայնել են, որ պետք է մեզ խելացի լուսացույցեր եւ պարեկներ այն գործը, որը անում են, դա կարող է ավելի ճիշտ ձևով արվել։ Իրանք ինձ ասին, որ դու գիտեք, դրա գինը, ամեն մի հատի գինը 10,000 դոլար, դա շատ մեծ գումար է, մենք չենք կարող մեզ ցույց տալ։ Հայկ Գրիգորյանը նկատում է անգամ ավելի քիչ ծախսերի հետ կապված խնդիրները չեն լուծվում, օրինակ կանգառների կահավորման հարցը։ Մի կանգառի արժեքը չեմ կարծում մի քանի հազար դոլար է գերազանց, այսինքն մինիմում 600,000-ով կարելի էր Երևանի գոնե 100 հատ կանգար, հատկապես այս շոկին կամ անձրևներին մարդիկ չունեն կանգնել տեղ, եթե նկատել եք, նույնիսկ կենտրոնում կան խորենացու վրա, ես տեսել եմ 2 հատ կանգար, որտեղ ուղղակի բանն է դրած նստարան, այսինքն ծածկ չկա եւ այլն եւ այլն։ Կանգառներից մեկն ի դեպ, որ ոչ ծածկ ունի, ոչ կահավորանք, այլ միայն մի ցուցանակ եւ մի նստարան քաղաքապետարանի հենց կողքին է, մոտ 200 մետրի վրա։ Բայց նման միայն ցուցանակով կամ կիսաքանդ կանգառները քիչ չեն հատկապես մայրաքաղաքի ծայրամասերում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ։ Կանգառները կահավորվում են, ասում է, իսկ տոնակատարություններն անհրաժեշտ են քաղաքի ճանաչելիությունն ու տուրիստների հոսքը ապահովելու համար։ Տեսեք, համատեղելու խնդիր չկան, կան տարբեր ուղղություններով ծախսեր, այսինքն դու չես կարող մենակ կանգառներ սարքել եւ ուրիշ ոչի բան չանել։ Բայց կանգառներ չի սարքվում։ Սարքվում է, ես խնդրեմ դուք գրավոր հարցում ուղարկեք եւ պատասխանը կստանաք, արդեն շատ կանգառներ կա տեղադրված եւ էլի տեղադրվելու է, բայց էլ եմ ասում, զբոսաշրջությունը դա մի ուղղություն է, որ դու չես կարող անտեսես եւ միշտ կարելի ասել, դե սրա վրա չծախսեք, այնտեղ այն խնդրեմը կա, այդտեղ ծախսեք։ Միշտ է կարելի ասել։ Բայց քաղաքային իշխանությունների համար նախապատվությունը ո՞րն է, արդյոք туриզմն է, թե քաղաքի կանգառների։ Քաղաքի վարկանիշն է ամբողջ աշխարհում առաջին հերթին, որովհետեւ բոլոր քաղաքներում էլ աշխարհի կա կանգառի խնդիր, կա տարբեր խնդիրներ, բայց այդ քաղաքները չեն կորցնում իրենց ճանաչելիությունը, չեն կորցնում իրենց զբոսաշրջիկների թիվը։ Որ քաղաքն տեսանելի դարձնում է, որ անդադ խցանումներ է, անդադ էկոլոգիան վատ վիճակում է, կոյուղաջրերը հոսում են, տրանսպորտը չի բավականացնում այդ քաղաքը։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծում է առաջին հերթին Երևանցին քաղաքում պիտի հարմար ապրի։ Եվ պետք է այնպես անել, որ չխախտել Աստծունը Աստծուն, կեսարինը կեսարին սկզբունք, այսինքն դու պետք է քո քաղաքային իշխանությունը եւ բյուջեն ծառայեցնես, որ Երևանցու համար տարին 365 օր պլյուս 6 ժամ լինի բարեկեցիկ եւ ողջամիտ, հետո նոր մտածես տուրիստի մասին։ Այնպես որ այս իշխանությունների փող մսխելու այդ մարմաճը նորություն չի, նույնը կատարվում է համանորյա զարդարանքների ժամանակ, թե հունիսի 1-ին, թե բոլոր Երևանի, Երևանի ժամանակ իրենց բանուգործը մենակ կայանում են դրանով, որ տարբեր միջոցառումների հետ կապված փողեր մսխեն, գնան քեֆ անեն, պարեն, ուրախանան, բայց հարկ եղած դեպքում մտնեն քաղաքացու գրպան։ Այս իշխանությունները ինչ եկել չեն եկել, հատկապես այս վերջին 4-5 տարվա ընթացքում գույքահարկից սկսած ամեն ինչը թանկացել է։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ նկատում է քաղաքապետարանը туриզմի զարգացման գործակալություն չէ, իսկ նման ճոխ միջոցառումների մի քանի տարվա գումարը կբավականացներ մայրաքաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը էկոնոմիկայի նախարարություն չի, որ ինքը ինչ որ մտածի միջոցառումներ կազմակերպի, որ туриզմը զարգանա։ Ինքը տեղական ինքնակառավարման մարմին է։ Եթե գումարենք այդ տարվա ընթացքում քանի հատ այս միջոցառումներ 200 միլիոնով կլինի, եթե հանրագումարը բերենք, կտեսնենք, որ 2 տարվա ընթացքում հնարավոր էր մետրոպոլիտենի կայարանը ավարտել։ Իշխող քաղաքացիական պայմանագրի ավականու խմբակցության ղեկավարը հակադարձում է, մեծ նախագծերն իրենց տեղն ունեն, տոները իրենց տեղը։ Մարդիկ նաև ուզում են տոներ։ Մենք չենք կարող որպես քաղաքային իշխանություն ասել, դե որ մենք ասել ենք մետրո կամ չգիտեմ կանգառ
ուրեմն մոռացեք որևէ այլ բան քաղաքում չի լինելու։ Երեխաները հունիսի 1 չպետք է նշեն, նոր տարի չպետք է լինի, վարդավառ չպետք է լինի, անկախության տոն չպետք է լինի, քաղաքի տոն չպետք է լինի։ Մենակ բան աթոռը կդնենք, նստեք, կասենք շատ լավ։ Այսինքն քաղաքը նաև իր տոներով է, ոնց որ մարդը իր ծնունդը չնշի, դուք ձեր ծնունդը նշում եք, չէ՞, հաճախ։ Կամ ինչ որ մարդիկ նշում են։ Հիմա մենք չենք կարող ասել, դե մենք մեր ծնունդը չենք ուզում նշել, ուրեմն դուք բոլորդ մի նշեք ձեր ծնունդը։